Ողջույն սիրելիներս, այսօր երկու տարբեր աղցան եմ պատրաստելու, երկուսի հիմքում էլ կանաչեղենն է և հազարի տերևը, բայց երկուսն էլ տարբեր են և սիրված ու շատ համեղ։ Կարող են պատրաստել հենց պահք պահող մարդիկ։ Պատրաստենք թաբուլեն, մինչև կկտրատեմ կանաչիները, բլղուրի վրա ավելացնում եմ եռման ջուր, իրենից մեկ մատ բարձր, ծածկում եմ բերանը և թողնում եմ, որպեսզի բլղուրը հասունանա, պետք է ամբողջությամբ ջուրը ցամաքի։ Սա մի կողմ։ Հիմա անցնենք բանջարեղենին։ Հատ-հատ տերևները նայելով, որպեսզի վրան բնակիչներ չմնան և ստուգում ենք, կտրատում ենք, դնում մի կողմ։ Օգտագործելու եմ նաև կանաչ սոխ։ Հեռացնում ենք արմատը, մաքրում ենք ամենակարճ տերևը սոխի։ Սիրելիներս, ինձ թվում է կանաչիների և հազարի օգտակար հատկությունների մասին բոլորս գիտենք, ինչքան կարևոր է մեր համար և ինչքան հաճախ պետք է այն օգտագործենք։ Այստեղ մի կապ խառը կանաչի եմ վերցրել և կրկին հատ-հատ նայելով, եթե դեղնած մասեր կա, հեռացնում ենք, մի քիչ երկար ցողունի մասը ես կտրում եմ և դնում ենք լվանում հոսող ջրի տակ։ Լվացի վերջացրեցի, հիմա կտրատեմ հազարի տերևները։ Չափից ավել մանր չեմ անում, որովհետև աղցանի մեջ, երբ պարունակում է կիտրոնի աղը, մի քիչ մնալուց հետո աղցանը, տերևները թուլանում են, կանաչեղենը թուլանում է, առանց այդ էլ կորցնում է իր տեսքը, դրա համար ես մի քիչ խոշոր եմ թողնում կանաչեղենը։ Այդ դեպքում շատ չեն ընկճվում և շատ աղցանի տեսքի վրա չի ազդում։ Օգտագործում եմ նաև գլուխ սոխ, ինչպես կցանկանաք, այդպես էլ կտրատեք։ Ես խորանարդների եմ բաժանում, կտրատում եմ մանր, կարող եք կիսալուսնաձև կտրատել։ Կանաչեղենից օգտագործում եմ կանաչ սոխ, սամիտ, մաղադանոս, համեմ։ Կանաչիները կկտրատեմ, կլցնեմ այն մեծ ամանի մեջ, որտեղ որ պետք է հենց խառնեմ աղցանը, հետո կպատրաստեմ բլղուրը, կհամեմեմ, կպատրաստեմ, նոր երկուսը միասին կմիացնեմ։ Կանաչին, գլուխ սոխը, հազարը կտրատած ավելացրեցի ամանի մեջ։ Մի հատ տակու վրա խառնում ենք, շատ չենք տրորում, հավասարեցնում ենք բաղադրիչները։ Անցնենք բլղուրին։ Հիմա ցույց տամ, տեսեք բլղուրը ինչպես է ցամաքել, ամբողջությամբ ուռչել է, այն համարվում է եփված, հում չէ, քանի որ եռման ջրով ենք թրջել։ Բլղուրի վրա ավելացնում եմ կարմիր պղպեղ, սև պղպեղ, տոմատի մածուկ, որպեսզի բլղուրի գույնը լինի գեղեցիկ կարմիր, հետո որ խառնենք աղցանին, ընդհանուր աղցանի տեսքը լինի գեղեցիկ։ Կիտրոնի հյութ եմ քամում, եթե կիտրոն չեք ունենա, ապա օգնության է հասնում կիտրոնի աղը։ Տոմատը մի քիչ է, այստեղ հիմա նորից կավելացնեմ, իմ պահածոյացրած տոմատն է։ Հղումը կդնեմ տեսանյութի ներքևում, միգուցե ձեզ պետք գա։ Աղ եմ ավելացնում, և պատրաստ է։ Դե բլղուրը պատրաստեցի, հիմա կարմիր պղպեղով, սև պղպեղով, մի փոքր աղով համեմում եմ
1000-ը կանաչեղենը կտրատած և ավելացնում եմ բուսայուղը ու բլղուրով մասսան։ Բլղուրը ավելացնելուց հետո, սիրելիներս, տրորելով չենք խառնում, խառնում ենք 2 գդալով, տակից թեթև բարձրացնելով դեպի վերև, որպեսզի չտրորենք կանաչին, չթուլացնենք և հավասար խառնելով բացենք բլղուրով մասսան։ Ահա սիրելիներս, պատրաստեցի, վերջացրեցի, հիմա մատուցեմ։ Աղցանամանի մեջ կլցնեմ թաբուլեն։ Ովքեր ցանկանում են ավելի թթու ճաշակել, կարող են նորից կիտրոնի հյութ ավելացնել ուտելուց։ Ովքեր ոչ, ապա հենց իր մեջ լցրած կես կիտրոնի հյութը բավական է։ 1 կապ կանաչու, կես կապ սոխի և 1 կապ 1000-ի տերևի համար։ Շքեղ, համեղ, ախորժալի տեսքով աղցան է։ Թաբուլեն պատրաստ է, սիրելիներս, գեղեցիկ տեսքով, համեղ, օգտակար աղցան պատրաստեցի, հավանելու դեպքում կիսվեք ձեր էջերում և պահպանեք։ Անցնենք հաջորդ աղցանին։ Վերցրել եմ 1000-ի տերև, կանաչ սոխ, մի փոքր սամիտ, մի փոքր համեմ, մի փոքր մաղադանոս և բոլորը միասին մանր կտրատում ենք։ Ավելացնում ենք բարակ կտրատած, շերտերով կտրատած գունավոր պղպեղը։ Կարող եք նաև բաժանել կուբիկների։ Ես այս աղցանը շատ եմ սիրում, շատ թեթև է, բաղադրիչները շատ հարմար են տրված, ես ինքս եմ վերցրել բաղադրիչները, ոչ մի տեղ չեմ նայել, համադրությունը շատ ճիշտ է վերցրած։ Փորձեք, պատրաստեք, հավանելու դեպքում կլինի ձեր աղցանների շարքում, քանի որ օգտակար աղցան է, հաճախ կպատրաստեք։ Ահա պղպեղն էլ կտրատեցի, վերջացրեցի, բոլոր բաղադրիչները, որոնք պետք է կտրատեի, ավարտեցի։ Ավելացնում ենք եգիպտացորեն, սև պղպեղ, աղ, լիմոնի աղ ենք ավելացնում և բուսայուղ։ Մի լավ տակու վրա խառնում ենք, համտեսում ենք, եթե աղը կարելի է ավելացնել կամ կիտրոնի աղը ավելացնում ենք, եթե ոչ, ապա հենց այդպես էլ թողնում ենք։ Երբ բոլոր բաղադրիչները արդեն խառնում ենք, աղցանը լավ խառնում ենք, վերջում ավելացնում ենք մի փոքր քերած գազար։ Ինչքան էլ որ գունավոր պղպեղ կար աղցանի մեջ, միևնույն է, գազարը ավելի գեղեցկացրեց աղցանը, գունային գաման ամբողջական դարձրեց։ Մի խոսքով պատրաստեցի, շատ համեղ է,
Երկու աղցանների բաղադրությունը կգրեմ տեսանյութի ներքևում, որպեսզի հեշտ գտնեք այն, պատրաստեք, հավանելու դեպքում կիսվեք, լայքեք տեսանյութը և ինչու չէ տարածեք։ Շնորհակալ եմ, որ ինձ դիտում էիք, անչափ շնորհակալ եմ, որ իմ ալիքում էիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում, կներկայացնեմ ավելի համեղ ու գեղեցիկ տարբերակներ։